Կառավարությունը նվազեցնում է 18 տարին լրացած տղամարդկանց բուժման նպատակով տրվող տարկետումների քանակը։ Պարտադիր զորակոչի ենթակա քաղաքացին առողջ է թե հիվանդ, այսուհետ կորոշվի ըստ փոփոխությունների ենթարկված այն հիվանդությունների ցանկի, որը սահմանել է կառավարությունը դեկտեմբերի 25-ի նիստում։ Փոփոխություններով ցանկում ներառվել են նոր հիվանդություններ եւ ախտաբանական վիճակներ, օրինակ գլխուղեղի եւ ողնուղեղի վենոզ անգիոմաները։ Միևնույն ժամանակ հստակեցվել են նաև գործառույթների խանգարման չհանգեցնող կամ բուժում չպահանջող այն հիվանդությունները, որոնց դեպքում փորձաքննության ընթացքում կայացվելու է պիտանիության վերաբերյալ համապատասխան եզրակացություն։ Այդ հիվանդություններից են օրինակ վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքեր, արյան համակարգի ժառանգական գործոններով պայմանավորված եւ բարենպաստ հիվանդությունները, սրտի զարգացման փոքր անոմալիաները, ստոցանու հարկ երկրափողային եւ այլ ճղվածքների պարագայում վիրահատական բուժումից հրաժարման դեպքերը, ողերի մարմինների հեմանգիոմաները կամ այլ բարորակ գոյացությունները կամ կիստաները։ Այս որոշման արդյունքում ըստ կառավարության կբացառեն պետական միջոցների անհարկի վատնումը։